Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանը հենց այստեղ է, Շամշադինում, ձգվում է 148 կիլոմետր։ Սահմանամերձ գյուղերի յուրաքանչյուր բնակիչ սահմանապահի հոգեբանությամբ է ապրում։ Բարի լույսը սկսվում է դեպի սահմաններն ուղղված հայացքով։ Սահմաններում գրեթե ամեն օր հնչող կրակոցները չեն վախեցնում։ Սովորական, բայց ոչ միևնույն են դարձել։ Արձակված ամեն կրակոցը հիշեցնում է՝ պատերազմը չի ավարտվել, զինադադար է։ Մովսեսն է, Շամշադինի սահմանապահ գյուղերից մեկը։ Ադրբեջանի հետ սահմանի երկարությունը 27 կիլոմետր է։ Թշնամուն այսքան մոտ ապրելը Մովսեսիներին չի վախեցնում։ Հայրենի հողն իրենց է վստահված։ Եթե սահմանամերձ գյուղերը դատարկվեն, սահմաններն աստիճանաբար կսեղմվեն։ Թշնամին ավելի համարձակ կդառնա։ Այս զահարմար կռիվը չի բարձել։ Հələ ուրա քանի թուրքը կա, կռիվը միշտ կա ու կա։ Ես կուզեի, որ իմ ժողովուրդը ոչ թե քոչ են ստիա։ Փախչեն, օրոտարափերը փող աշխատեն, այլ իրանց երկրում ծաղկեն, ծլեն, հայրենիք աշխարհիս ամենաթանկ բանն է քիչ։ Մորից, ծնողից, երեխեքից, ու երբ մարդենց կմտածի, իրեն հայրենիք կծաղկի։ Կռվել եք, այս հարցը Մովսեսի տղամարդուն կարող եք չտալ։ Մովսեսում չկռված տղամարդ չկա։ Հարցը նույնիսկ վիրավորական է հնչում։ Ինչպես կարող էր Մովսեսին չկռվել, եթե թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա է ապրում։ Դա ասելու բան, ամոթ են հային, որ կռիվը լիու չքնա, ոնց կլի դե բան։ Հայը ժամանակն է մտածի, քաջազունի մի լավ խոսք ունի, ասում է, երբ հայ ազգը մի օր մտածի մեռնելու մասին, մյուս օրը կապի արքայության մեջ։ Ինչ է Թուրքի արժանք այդ շան, որ տարիներ շարունակ մեզ կամ կտորել է, կամ խեղճացրել է, կամ նստեմացրել է։ Հայը պետք է միշտ մտածի դուխով, որ ինքը տարի սաղ հողերը մերնա, իրանցը չի։ Վտանգին այսքան մոտ ապրելուց չեն դժգոհում։ Դիրքերում կանգնած զինվորների հետ միասին իրենք էլ են սահմանապահ, լավ են հասկանում, բայց հաճախ իշխանավորներից վիրավորվում են։ Մովսեսն ու հարևան Բախտակից գյուղերը ոչ միայն Շամշադինի, այլև ողջ Հայաստանի դարպասն են։ Ես մենակ մի բան կխնդրեի, որ բոլոր սահմանային գյուղերի ապրողներին, անկախ Խերանից իմ գյուղի մարդ չեմ ասում, բոլոր գյուղերին, հանի հարկային դաշտից, տամի արտոննել առավելություն, որ ախպեր համ գյուլի տակին ապրում ես, ամեն օր Համարյա մարդիկ հրաշքով պրծնում են մայից, ամեն օր։ Հողերի 90%-ը չի մշակում, որովհետև ինչ մշակեն գնդակի տակ։ Հեշտ է, ու այդ գնդակի տակ մշակողից էլ հողի հարկ ես ուզում։ Թուրքը վառեց կոմբայնը գնդակով պաժար տվավ։ 2 տարի կոմբայն չունեք, ճամփային պահում թե որ Պողոսը կգա կողքի գյուղինը կպրծնի, չի պրծնի, կոմբայն ավառնել, որ կողքի գյուղից գալիս է վախում է գնդակի տակ, թողում է Կոմբայնը գնեմ, ասում է, այ ախպեր, ես քո հողը ոնց ռիսկ անեմ, իմ կյանքից թանկ չի։ Կռվի ժամանակ գյուղի սահմանները հենց իրենք Մովսեսցիները պահեցին։ 18-ից 54 տարեկան բոլոր տղամարդիկ զինվորագրվեցին այս պայքարում։ Այս բարձունքից պարզորոշ տեսանելի են սահմանները։ Դրա համար էլ գոյամարտում ընկածների հիշատակին նվիրված խաչքարը հենց այստեղ է տեղադրված։ Հիմնականում երևի որ ասենք պատերազմի տարիներին գյուղացի մնացին գյուղում, դրա համար կարողացան պահել։ Տենց է, չէ, եթե հետ ես նայեմ, հետև այդ մարդ կա, ուրեմն անեմ ես։ Եթե տենում ես մարդ չկա, արդեն անիմաստ է լինում։ Հենց որ ժողովուրդու սահման պահողները ոնց որ իրար հետ էին, տարբերություն չկար։ Սահմանը կանես թե գյուղում մնաս, այդ կապը ուժեղ էր։ Արթուր Բադալյանը բարձրությունից նայում է սահմաններին ու ողջ գյուղին։ Հայացքն իր փոխարեն ամեն ինչ ասում է։ Այս հողի ու այստեղ բնակվող մարդկանց համար կարելի է անգամ 100 անգամ կռվել ու 100 անգամ զոհվել։ Այրինի գյուղը ուրիշ է, կարելի է քչով բավարարված։ Ոչ պարտադիր չի վիլայի մեջ ապրես կամ եսի ինչ մեր ապրես։ Կարևորն է որ դու Այրինի գյուղի վրա ես, ոդքերը տամուր, ասենց հողն ես։ Սահմանն էլ միշտ աչքի առաջ։ Սահմանն էլ միշտ աչքի առաջ է։ Սա գյուղի սահմանին ամենամոտ բնակելի տունն է։ Այստեղ 6 մարդ է ապրում։ Տիկին Քնարիկը, ամուսինը, որդին, հարսը եւ 2 թոռները։
Չաձանձրացել ենք քեմատա, վախից ամբողջ օրը լարված, ինչ եմ գիտեմ, ոնչ կարում ենք տանից դույս կյանք, ոնչ կարում ենք կրակոցով դե մի կրակոց ախր մի հետ չի, որ ասեմ մի անգամա, ամբողջ օրը լարված ենք, եզա կրակոց սկսվեց դու կարաս դի կանգնես, չես կարա տանից դույս կյաս, այ էդ ձևա մր կյանքը, մր կյանքը էդ ձևա, բալաջա։ Ապրում են ամենօրյա վտանգի վախը սրտերում, միշտ պատրաստ թաքստոցում ապաստան գտնելու։ Այս տանը կրակոցները ոչ միայն լսվում են, այլև դիպչում այգու ծառերին, տանիքին։ Մեզ տները ուկիլի չի քեմատախտանամ խաղաղտեղ տնեմ, ընդի ապրեմ, մի պյանչի դորը քինամ բա տանջվել եմ, իրեք հարկումնալ հիմնդացել եմ ես։ Օր չեմ քաշելու ես ստեղ։ Դեմ ինչ անենք, գիտենք որ կրակոց կլի, կռիվ կլի, էտա էլի մոր կյանքը ցավը տանը, Մարիանա ջան, էտա մոր կյանքը։ Կռիվն սկսվելա ես ինձ պահիլով, ես սենյակը գցիլով, ես աղջիկը, ես կողքից փոքր թորը բարձրան մա վիրև, մի հետ ուժեղ ենքան կրակոցը ռախыз լխլախոցը ինգյավ, ասաց մամա, տատիկ ջան, ես էլ դվերım չեմ, ասի դվեր ես, ոչ էտի կարավաթի տակը մտի, որ հետ է եկել ասնար էտ տվել դրնովը, հետերի դարպասովը, մտել ես հերես ձեզ նշած կտամ, էտ յո մտել ա երորդ պյանը մը կանգնել, երորդ տրամիչի, գյուլն էր, մեծ հեյվարա գյուլը, ցավը տանում եվոլիցի եկավ, որ գդացի կերախես տուշ շախտմա։ Մովսեսը թողնելու եւ հեռանալու որոշում կայացնելը հեշտ չէ։ Հայրենի գյուղում իրենց ձեռքերով ու քրտինքով տուն են կառուցել, պտղատու այգի հիմնել։ Ինչպես մի կողմ թողնել այս ամենը, ինչպես հեռանալ հարազատ մարդկանցից։ Տիկին Քնարիկը ցույց է տալիս այգում նետված ու պայթած արկը, հետո մի բաշակ սառը ջուր է հրամցնում։ Այսքան համեղ ու սառնորակ ջուր միայն մեր գյուղում կա, հպարտությամբ ու ոգևորությամբ է ասում։ Հետո ցույց է տալիս այգու ներքևով հոսող Տավուշ գետը։ Ասում է, սա այն գետն է, որ գնում թուրքերի մոտ է հասնում, մեր անեծքն ու ցավը տանում։ Հետո էլ ավելացնում, որ նույնիսկ երբ Դոնեցկ ֆորտ մոտ է գնում, գիշերները քնել չի կարողանում։ Իրենց գետի քչքչոցն է կարոտում այգին, գյուղացիներին։ Մովսեսը հին գյուղ է։ Ասում են, թե այստեղ առաջին դպրոցը հիմնադրվել է դեռ 1852-ին։ Ինչու է Մովսես կոչվել, տարբեր պատմություններ են պատմվում։ Մեկն ասում է, թե լեզգիների հրոսակախմբերի հարձակման ժամանակ բոլորը փախչում եւ թաքնվում են։ Չի փախչում միայն քաջ ու հաղթանդամ Մովսեսը, ով ընտանիք է կազմում, կառուցում գյուղի առաջին տունն ու դառնում նոր բնակավայրի հիմնադիր։ Ճշմարիտ է սա թե ոչ, հայտնի չէ, բայց այն, որ մովսեսցիներն այսօր էլ իրենց հնարավոր անվանադիր նախնուպես պայքարող եւ անդրդվելի են, իրենց հողն ու տունը ոչ մի դեպքում չլքող, անվիճելի է։ Գյուղի Մովսես կոչվելու այլ մեկնաբանություններ էլ կան։ Ավելի քան 34 տարվա վաստակաշատ ուսուցիչ, պատերազմի տարիներին շտաբի պետ ծառայած ընկեր Անդրեասյանը հիշում է պատմություններից մեկը։ Իմ հորից լսել եմ, որ Մովսես անունով երիտասարդ է եղել շատ շուտվանից։ Իմ հերն էլ 100 տարեկան հասակում այդ բանին պատմել է։ Ուզում ասեմ, որ իմ հերը գյուղի անցուդարձը շատ լավ տեղ է եղել։ Ենթադրվում է գյուղը հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին, ավելի ստույգ 1780-ին, երբ Արցախից 4 ընտանիքներ եկել եւ այստեղ բնակություն են հաստատել։ Աշխատասեր մովսեսցիները կարճ ժամանակում գյուղը շեն բնակավայր են դարձրել։ Հաղորդման հովանավորն է Farm Credit Armenia Universal վարկային կազմակերպությունը։ Աննախադեպ առաջարկ ֆերմերներին եւ կոոպերատիվներին։ Farm Credit Armenia վարկային կազմակերպությունը առաջարկում է լիզինգով ձեռք բերել 25, 28, 40, 50, 80 եւ 90 ձիա ուշադրությամբ YTO ֆիրմայի տրակտորներ եւ գյուղգործիքներ չափազանց մատչելի գներով։ Farm Credit Armenia, միակ վարկային կոոպերատիվը Հայաստանում։ Զրուցում էինք ընկեր Անդրեասյանի հետ, երբ նրանց բակում անսովոր իրարանցում սկսվեց։ Հավաքվել էին մոտիկ հարևանները, նախապատրաստվում էին փուռը վառելու, հաց թխելու համար։ Սա այստական Հայաստանը։ Մենք թոնրով ենք թխիլիսել, հիմա էլ փռի ենք վերածել։ Շատ շուտ մի երևի մի 70-80 տարեկանի գյուղում փուռ կա։
մենք տեսել չենք, մենք աչքերից որ բացել ենք, տեսել ենք թորոն ենք։ Հացը պետք է այն լիարժեք սրտով թխես, ջիգարով թխես, սիրով թխես, հունցիլա, մቼ հետո ժամով պետք է թխես։ Մի ժամ հունցում ես, ժամուկես հունցում ես, 2 ժամուկես պետք է բարձրանա, կես ժամ բուլում պետք է մնա, փուրը վառած, մեկ էլ լցնենք հանենք։ Էլ ինչ ես ուզում, թողեք ես տանամ ինչ եմ շինում։ Ամեն ինչ պետք է իր ժամանակին արվի։ Փուրը պիտի բավարար տաքանա, ոչ շատ, ոչ քիչ։ Մի դեպքում հացը կվառվի, մյուս դեպքում լավ չի բարձրանա, լավ չի եփվի։ Ինչպես մովսեսցիները, այնպես էլ Շամշադինի մյուս գյուղերի բնակիչներն աչքի են ընկնում իրենց անկեղծ եւ բացսիրտ հյուրասիրությամբ։ Ասում են հացն իր թխողին է նման։ Այս շրջանում ավանդական ընկալմամբ լավաշ չեն թխում։ Փոխարենը տեսեք, թե ինչպիսի հաց են Շամշադինում լավաշ անվանում։ Շամշադինյան լավաշից հետո էլ արդեն իսկական թմբլիկ հացի թխման հերթն է։ Հացաթխման արարողությունից հետո էլ ինչպես ամեն օր, այնպես էլ Շամշադինում առաջին համտեսը տակ-տակ են անում պանջով, խաղողով, մի բաժակինով կամ մաճառով։ Անուշտատն էլ մաճառ գինու պատրաստությունները վերջացրել է, ընթացքի մեջ է օղի թորելը։ Ասում ենք ես հենց խոբի մեջ, ընկլախարնամ ջերմաչափքություն մեջ է։ Ինքը ցույց է տալել, որ ինչքան պետք է ջուր են կացում, որ պետքնալ են ջուր են տանել իրան ջրից հացման։ Հարևանուհու կողքին միշտ եւ ամեն հարցում կանգնած է Արփենիկ տատիկը, Անուշտատի հավատարիմ ընկերուհին։ Այս ընկերությունը սկսվել է դեռ նորահար ժամանակներից ու ոչ մի ակնթարթ չի ընդհատվել։ Շատ լավ ընկերունի ենք, շատ։ Մրգիմս ինչ են ասում, Ալիխանյան եղբարնի ինտիս եկան։ Որտես ընկալքին եկեղեցին տանը, հա, ասում Ալիխանյան եղբարները դիս եկան, հետո հանում ընտրել մոտ երկուսից։ Մովսեսը բավականին մեծ գյուղ է։ Բնակչության թվով տարածաշրջանում երրորդն է։ Այսօր պաշտոնական տվյալներով մոտ 2000 մարդ է ապրում։ Սակայն առկա բնակչությունը գրեթե 1600 է։ Գյուղից շատերն են մեկնել արտագնա աշխատանքի, ոմանք բնակություն են հաստատել Երևանում։ Բայց Մովսեսից դուրս եկածներից եւ ոչ մեկը գյուղը չի մոռանում։ Անհրաժեշտ պահին գյուղի եւ հարազատ գյուղացու կողքին են։ Ամեն առիթ օգտագործում են թեկուզ մի քանի օրով Մովսես գալու, հարազատ հողից ու ջրից կարոտն առնելու համար։ Պատվասեր եւ ոչ թե խոսքով, այլ գործով հայրենասեր մովսեսցիների շնորհիվ էլ գյուղում Սուրբ Աստվածածին չքնաղ եկեղեցին կանգնեցվեց։ Այստեղ նախկինում էլ եկեղեցի է եղել, որը 1937-ին խորհրդային իշխանությունները քանդել են եւ փոխարենը դպրոց կառուցել։ Նախկին եկեղեցուց պահպանվել է միայն արևելյան պատն ու մկրտության ավազանը։ Սուրբ Աստվածածնի օծման արարողության օրը շատերն այստեղ մկրտություն ստացան։ Այսօր էլ նույնիսկ հարևան գյուղերից գալիս են Մովսես, հոգևոր արարողություններին մասնակցելու, Աստծո օրհնությունը ստանալու, մկրտվելու համար։ Եկեղեցում փսակադրություն դեռ չի եղել։ Անհամբերությամբ սպասում են առաջին զույգին, որ իրենց սերն ու միությունը Սուրբ Աստվածածնում Աստծո առջև հավաստեն։
Եկեղեցիների եւ հոգեվոր հովիվների բացակայությունն աղանդավորների համար պարարտ հող է ստեղծում։ Ուստի Մովսեսի եկեղեցին փրկչական է ոչ միայն այս գյուղի, այլև ողջ տարածաշրջանի բնակիչների ճշմարիտ հավատքի համար։ Նույնիսկ 7 տասնամյակների խորհրդային աստվածամերժման տարիներն այստեղ քրիստոնեական հավատքը եւ երկնուղերձ աղոթքները չեն մոռացրել։ Ցողիկտատն իր աքլորին ворթակին եկեղեցի է բերել օրնելու, պատրաստվում է մատաղ անել։ Պատճառը չի ասում, անձնական է, բայց հիշեցնում է, մատաղն անում են, երբ մերձավորը մի վատ բանից փրկվում է։ Եկեղեցու բակում աքաղաղին զոհաբերել չի կարելի։ Դրա համար էլ հարևանուհու բակ է բերում, կանգնեցված խաչքարի մոտ մատաղն անելու։ Թեև աշխատատեղ չլինելու պատճառով Մովսեսից շատ երիտասարդներ են հեռանում, գրեթե յուրաքանչյուր ընտանիքից արտաքնաաշխատանքի մեկնածներ կան, բայց Մովսեսը շարունակում է ապրել, պահել կենսունակությունը։ Հեռացողներն ու մնացողները ձեռք ձեռքի տված փորձում են շենացնել գյուղը։ Սա գյուղի մշակույթի տունն է, որը պատերազմի տարիներին որպես զորամաս է ծառայել։ Այս շքեղ ճարտարապետական լուծումներով աչքի ընկնող շինությունն իր դռները բացել է 1959 թվականին, կառուցվել է թամանյանական նախագծով։ Դպրոցում մոտ 170 աշակերտ է սովորում, նորակառույց եւ գեղեցիկ մանկապարտեզում 35 երեխա կա։ Մովսեսում յուրաքանչյուր երեխա իբրև ապագա սահմանապահ զինվոր է մեծանում։ Զենքի տարատեսակներին ծանոթ են ոչ թե ֆիլմերից, այլ սեփական աչքով են տեսել։ Կրակոցի ձայնից կարողանում են արդեն ճշգրտորեն գուշակել, թե ինչ զենքից է այն արձակվել։ Այսօր Մովսեսցիներն իրենց պատկանող ոչ բոլոր հողատարածքներն են կարողանում մշակել։ Հարյուրավոր հեկտարներ ականապատված են։ Սա չի նշանակում, թե մնացած տարածքներում աշխատելն ապահով եւ անվտանգ է։ Մշակելի հողատարածքների մեծ մասը գտնվում է ադրբեջանցիների նշանակետի ներքո։ Մարդիկ աշխատում են եւ հող մշակում թշնամուց ընդամենը մի քանի մետր հեռու, այլևս ոչ մի թիզ հող չեն զիջելու։ Կապրեն ու կաշխատեն սահմաններում, բայց թշնամուն սեփական հողի վրա ոտք դնել թույլ չեն տա։ Մովսեսում կարելի է օրեր, շաբաթներ անցկացնել։ Յուրաքանչյուր արևածագը դիմավորել Մովսեսու խիզախության ու նվիրվածության դրսևորմանը ականատես լինելով, իսկ մայրամուտին հրաժեշտ տալ Մովսեսու անդրդվելիության եւ զարմանալի համառության փաստումով։ Հայի ուժի մասին պատմության վերջում այստեղ կախման կետեր են դրված։ Ոչինչ դեռ չի ավարտվել։ Նույնիսկ երբ Մովսեսին ու մովսեսցիներին հրաժեշտ տվեցին, այս մարդկանց ուժի եւ կամքի առասպելը մեզ համար չավարտվեց։ Որոշեցին գնալ Մովսես այգեպար ճանապարհով, որը մեծ խրամատ է հիշեցնում։ Բանն այն է, որ այստեղից ադրբեջանական դիրքերը շատ մոտ են։ Դրա համար էլ ժամանակին անցնող դարձող մեքենաների ուղղությամբ մեր թշնամի հարևանները կրակոցներ էին արձակում։ Մովսեսցիներն այս հարցի լուծումն էլ գտան։ Մոտ 4 մետր բարձրությամբ հողաշերտ կառուցեցին։ Այստեղ ճանապարհային նշաններ չկան։ Գնում ես հուսալով, որ ճամփան քեզ կտանի այնտեղ, որտեղ ուզում ես հասնել։ Մովսեսի ճամփաներն էլ իրենց բնակիչների պես գոն են եւ աչալուրջ։ Շուտով արդեն Շամշադինի տարածքին էլ հրաժեշտ կտանք, բայց ինչպես նախկինում, հիմա էլ արևի երկրին ոչ թե մնաս բարով, այլ մինչ հանդիպում ենք։